Արդ եղբայրներ, ողջ ուժով մարտնչենք նրա սուրբ պատվիրանների ներքո։ Պատկերացնենք մեր առաջնորդների ռազմիկներին, ինչպեսի կարգապահությամբ, ջանասիրությամբ ու հնազանդությամբ են նրանք կատարում հրամանները։ Ոչ բոլորն են եպարքոցներ, ոչ բոլորն են հազարապետներ կամ հայրուրապետներ կամ հիսնապետներ եւ այլն, սակայն յուրաքանչյուրն իր աստիճանում կատարում է թագավորի եւ առաջնորդների հրամանները։ Ոչ մեծերն առանց փոքրերի, ոչ էլ փոքրերն առանց մեծերի գոյություն ունենալ չեն կարող։ Նրանք բոլորը կարծես թե միասին են կապված եւ դա օգտակար է։ Վերցնենք մեր մարմինը, գլուխն առանց ոտքերի ոչինչ է, նույնպես եւ ոտքերն առանց գլխի, եւ մեր մարմնի փոքրագույն անդամներն անհրաժեշտ եւ պիտանի են ամբողջ մարմնին։ Նրանք բոլորը ներդաշնակ են եւ միակամությամբ ծառայում են ողջ մարմնի առողջությանը։ Արդ թող մեր ողջ մարմինն առողջ լինի Հիսուս Քրիստոսով եւ յուրաքանչյուրը թող հնազանդվի իր մերձավորին ըստ այն աստիճանի, որին նա նշանակված է նրա շնորհով։ Հզորը թող հոգաթույլին, իսկ թույլը թող հարգի հզորին, հարուստը թող տա աղքատին, իսկ աղքատը թող գոհանա Աստծուց, որ նա նրա միջոցով տվեց իրեն իր կարիքը լրացնելու նպատակով։ Իմաստունը թող իր իմաստությունը դրսևորի ոչ թե խոսքերով, այլ բարի գործերով։ Խոնարհը թող ինքն իր մասին չվկայի, այլ թույլ տա, որ ուրիշներն իր մասին վկայեն։ Մարմնով անարատը թող չհպարտանա ու չպարծենա, գիտենալով, որ ուրիշ մեկն է, որ իրեն ժուժկալություն է շնորհել։ Ուստի մտածենք, եղբայրներ, թե ինչ նյութից ենք մենք ծագել եւ ինչպես ենք աշխարհ եկել, թե ինչպիսի գերեզմանից ու խավարից մեր արարիչն ու ստեղծիչը մեզ մտցրեց իր աշխարհը կանխապես նախքան մեր ծնվելը պատրաստելով իր բարեգործությունները։ Արդ այս ամենն ունենալով մենք ամեն ինչի համար պարտավոր ենք շնորհակալ լինել նրան, ում վայել է փառք հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Անմիտները, անխոհեմները, հիմարներն ու տգետները ծաղրում ու ծանակում են մեզ, ցանկանալով իրենք իրենց բարձրացնել իրենց մտքում։ Սակայն ինչ կարող է անել մահկանացուն կամ ինչ զորություն կա հողածնի մեջ, քանզի գրված է. Իմ աչքերի առջև կերպարանք չկար, այլ ես մեղմ սոսափյուն ու ձայն էի լսում։ Արդ միթե մահկանացուն կարող է մաքուր լինել Տիրոջ առջև կամ անարատ իր գործերում, եթե նա իր ծառաներին չի վստահում եւ իր հրեշտակներին թերություններ է վերագրում։ Երկինքն անարատ չէ նրա առջև, առավել եւս կավե բնակարաններում ապրողները, որից եւ ինքներս ենք միևնույն կավից։ Ցեցն է կերել նրանց եւ առավոտից մինչեւ երեկո նրանք արդեն չկան, քանի որ չէին կարող օգնել իրենք իրենց կործանվեցին, փչեց նրանց վրա եւ ցամաքեցին, քանզի իմաստություն չունեին։ Արդ կանչիր, որևէ մեկը կպատասխանի քեզ արդյոք, կամ կտեսնես սուրբ հրեշտակներից մեկին, հիրավի անազգամին բարկությունն է սպանում եւ մոլորյալին նախանձն է մերցնում։ Ես տեսել եմ արմատ գցած անզգամների, սակայն անմիջապես բնաջնջվել են նրանց հարկերը։ Նրանց որդիները հեռու կլինեն փրկությունից եւ կառհամարվեն ավելի նվազների դռների առջև եւ ոչ ոք չի լինելու, որ փրկի նրանց, քանզի այն, ինչ նրանք ժողովեցին, արդարներն են ուտելու, իսկ իրենք չարիքից չեն ազատվելու։ Այս ամենի մեջ համոզված լինելով եւ թափանցելով աստվածային գիտության խորքերը, մենք պարտավոր ենք կարգ ու կանոնով կատարել այն ամենը, ինչ Տերը հրամայել է կատարել սահմանված ժամանակներում։ Նա հրամայել է զոհաբերություններն ու պատրակները մատուցել ոչ թե պատահականորեն եւ առանց կարգի, այլ հատուկ ժամանակներում եւ որոշյալ ժամերի։ Նաեւ թե որտեղ եւ ում կողմից պետք է այն կատարվի։ Ինքն է սահմանել իր գերագույն կամքով, որպեսզի ամեն ինչ տեղի ունենա սրբությամբ եւ ընդունելի ու հաճելի լինի իր կամքին։ Ուրեմն
Նրա համար հաճելի ու երանելի են նրանք, ովքեր սահմանված ժամանակներում են մատուցում իրենց զոհերը, քանզի հետևելով Տիրոջ պատվիրաններին նրանք չեն մեղանչում։ Քանզի քահանայապետին առանձին ծառայություն է տրված, քահանաների համար սահմանված է իրենց գործը և ղևտացիների վրա են դրված իրենց պարտականությունները, աշխարհական մարդը կապված է ժողովրդի համար սահմանված որոշումներով։ Մեզանից յուրաքանչյուրը եղբայրներ, թող գոհություն հայտնի Աստծուն իր սեփական դիրքի համար, պահելով բարի խիղճը և երկյուղածությամբ չխախտելով իր ծառայության որոշակի կանոնները։ Եղբայրներ, ոչ ամեն տեղ են մատուցվում ամենօրյա պատարագներ կամ խաղաղության պատարագներ կամ պատարագներ մեղքերի թողության կամ զանցանքների համար, այլ միայն Երուսաղեմում, և այնտեղ էլ ամենուր չի կատարվում զոհաբերությունը, այլ տաճարի առջև զոհասեղանին այն բանից հետո, երբ զոհը քննվում է քահանայապետի և վերոհիշյալ սպասավորների կողմից։ Ուստի նրանք, ովքեր որևէ բան են կատարում ի հեճուկս նրա կամքի, ենթակա են մահապատժի։ Տեսնում եք, եղբայրներ, որքան մեծ գիտելիքի ենք արժանացել, այնքան մեծ վտանգի տակ ենք։ Առաքյալներն ուղարկվեցին ավետարանելու Տեր Հիսուս Քրիստոսի կողմից, իսկ Հիսուս Քրիստոս Աստծո կողմից։ Այսպես Քրիստոս ուղարկված էր Աստծուց, իսկ առաքյալները Քրիստոսից։ Այս երկուսն էլ կատարվեցին Աստծո կամքի սահմանած կարգով։ Արդ հրաման ստանալով առաքյալները բացարձակապես համոզված մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարության մեջ և հավատացած Աստծո խոսքին, Սուրբ Հոգով հաստատված դուրս եկան ավետելու Աստծո գալիք արքայությունը։ Ուստի քարոզելով տարբեր երկրներում ու քաղաքներում, նրանք առաջին հավատացյալների միջից հոգևոր փորձառությամբ կարգեցին եպիսկոպոսներ ու սարկավագներ ապագա հավատացյալների համար։ Եվ սա նոր կարգ չէ, քանզի շատ ժամանակներ առաջ գրվել է եպիսկոպոսների և սարկավագների մասին։ Քանզի գրքում ինչ որտեղ այսպես է ասված. «Կնշանակեմ նրանց եպիսկոպոսներին արդարությամբ և սարկավագներին հավատով»։ Եվ ինչ կա զարմանալու, եթե նրանք, որոնց Քրիստոսով այս գործն է հանձնարարվել Աստծուց, կարգեցին վերոհիշյալներին։ Նաև երանելի Մովսեսը, հավատարիմ ծառան Աստծո բովանդակ տան մեջ, ողջ իրեն կարգադրվածը նշեց սուրբ գրքերի մեջ։ Նրան հետևեցին նաև մյուս մարգարեները, իրենց վկայություններով հաստատելով նրա օրինադրությունները։ Քանզի երբ վեճ ծագեց քահանայության շուրջ, և Իսրայելի ցեղերը տարաձայնություն ունեին այն մասին, թե իրենցից ով պետք է զարդարվեր այդ փառավոր անվամբ, Մովսեսը ցեղերի 12 իշխաններին հրամայեց իր մոտ բերել գավազաններ, որոնց վրա գրված էր յուրաքանչյուր ցեղի անունը, և վերցնելով դրանք կապեց իրար, կնքեց ցեղերի իշխանների մատանիներով ու դրեց վկայության խորանում Տիրոջ սեղանին։ Եվ փակելով խորանը, նմանապես կնքեց բոլոր փականքները, ինչպես և գավազանները, և ասաց նրանց. «Եղբայրներ, որ ցեղի գավազանը որ ծաղկի, Աստված նրան է ընտրելու քահանայության և իրեն սպասավորության»։ Հաջորդ առավոտյան նա հավաքեց ողջ Իսրայելին 600,000 մարդու, կնիքները ցույց տվեց ցեղերի իշխաններին և բացեց վկայության խորանն ու դուրս բերեց գավազանները։ Եվ ահա Ահարոնի գավազանը ոչ միայն ծաղկել, այլև պտղակալել էր։ Ինչ եք կարծում, սիրելիներ, միթե Մովսեսը նախապես չգիտեր, որ այդպես է լինելու։ Անշուշտ գիտեր, սակայն այդպես վարվեց, որպեսզի անկարգություն չծագի Իսրայելի մեջ և որպեսզի փառավորվի ճշմարիտ ու միակ Աստծո անունը, նրան փառք հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Մեր առաքյալները մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով նույնպես գիտեին, որ տարաձայնություն է ծագելու եպիսկոպոսական կոչման շուրջ։ Նույն այդ պատճառով նրանք,
կատարյալ կանխատեսում ունենալով նշանակեցին վերոհիշյալներին և ապա կարգ սահմանեցին, որ երբ նրանք ննջեն, ուրիշ փորձված այրեր ժառանգեն նրանց ծառայությունը։ Ուստի մենք անարդար ենք համարում Աստուծո ծառայությունից զրկելը նրանց, ովքեր նշանակված են առաքյալների կողմից, կամ էլ իրենցից հետո ուրիշ մեծահարկ այրերի կողմից ողջ եկեղեցու համաձայնությամբ և ամբասիր ծառայել են Քրիստոսի հոտին խոնարհությամբ, համեստությամբ ու ազնվությամբ, և որը երկար ժամանակ վկայությամբ հաստատվել է բոլորի կողմից։ Քանզի ոչ փոքր մեղք կլինի մեզ համար, եթե ընծաները ամբասիր ու սրբությամբ մատուցողներին զրկենք եպիսկոպոսությունից։ Երանելի են մեզ նախորդող երեցները, ովքեր մարմնից բաժանվեցին բազմարդյուն և կատարյալ կյանքից հետո։ Այժմ երկյուղ չունեն, թե որևէ մեկը կարող է զրկել նրանց իրենց զբաղեցրած տեղից, քանզի մենք տեսնում ենք, որ դուք գովելի կյանք վարողներից ոմանց զրկել եք իրենց կողմից կատարվող ամբասիր ծառայությունից։ Դուք եղբայրներ, կռվարար ու նախանձախնդիր եք փրկության վերաբերող հարցերում։ Խորամուխ եղեք Սուրբ գրքերի մեջ Սուրբ Հոգու այդ ճշմարիտ խոսքերին։ Իմացեք, որ այնտեղ անարդար ու կեղծ ոչինչ չի գրված։ Այնտեղ դուք չեք գտնի, որ արդարները հեռացված լինեն սուրբ մարդկանց կողմից։ Արդարները հալածվել են, սակայն անօրեններից, զնդան են նետվել, սակայն սրբապիղծներից, քարկոծվել են չարագործներից, սպանվել են պիղծ ու անարդար նախանձով լցվածներից, այս բոլոր տառապանքները նրանք փառքով կրեցին։ Քանզի ինչ ասենք եղբայրներ, միթե Դանիելը աստվածավախների կողմից նետվեց առյուծների գուբը, միթե Անանիան, Ազարյան ու Միսայելը բարձրյալի մեծասքանչ ու փառավոր կրոնը դավանողների կողմից նետվեցին կրակի հնոցի մեջ, քավլիցի։ Ուրեմն ովքեր են եղել այդ անողները։ Զազրելի ամեն տեսակ չարությամբ լցված մարդիկ հասան այնպիսի մոլեգնության, որ Աստծուն սուրբ և անբիծ նվիրվածությամբ ծառայողներին ենթարկեցին տանջանքների, չիմանալով, որ Բարձրյալը պաշտպանն ու հովանավորն է նրանց, ովքեր մաքուր խղճով պաշտում են նրա ամենակատար անունը։ Նրան փառք Հավիտյանս Հավիտենից, ամեն։ Իսկ նրանք համբերությամբ դիմանալով այդ բոլոր տանջանքներին փառք ու պատիվ ժառանգեցին, բարձրացվեցին և արձանագրվեցին Աստծո մատյանում Հավիտյանս Հավիտենից, ամեն։ Ուստի եղբայրներ, մենք նույնպես պետք է նմանվենք նման տիպարներին, քանզի գրված է. հաղորդակից եղեք սուրբերին, քանզի նրանց հաղորդվողները կսրբվեն, և դարձյալ մեկ այլ տեղում ասված է. անբիծի հետ անբիծ կլինես, ընտրյալի հետ ընտրյալ կլինես, իսկ անառակի հետ անառակ կդառնաս։ Ուստի միանանք անմեղներին և արդարներին, քանզի նրանք են Աստուծո ընտրյալները։ Ինչու են մեր մեջ խռովությունը, զայրույթը, տարաձայնությունները, հերձվածները, պատերազմը։ Միթե մենք մի Աստված և մի Քրիստոս չունենք, և մի հոգու շնորհ չի հեղվել մեզ վրա, և մեկ կոչում չունենք ի Քրիստոս։ Ինչու ենք մասնատում ու բաժանում Քրիստոսի անդամները և ապստամբում իր իսկ մարմնի դեմ և այն աստիճան անմտության հասնում, որ մոռանում ենք, թե մեկս մյուսի անդամներն ենք։ Հիշեցեք մեր Տեր Հիսուսի խոսքերը, քանզի նա ասաց. «Վայ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը, նրա համար ավելի լավ կլիներ չծնվեր, քան թե գայթակղել իմ ընտրյալներից մեկին, ավելի լավ կլիներ նրա համար, եթե երկնաքար կապեր իրեն և ծովը նետվեր, քան գայթակղեր իմ ընտրյալներից մեկին»։ Ձեր հրձվածը շատերին է մոլորեցրել, շատերին նետել հուսահատության մեջ, շատերին երկմտանք ներշնչել, իսկ մեզ բոլորիս տրտմեցրել, և ձեր խռովությունը դեռ շարունակվում է։
Վերցրեք երանելի Պողոս առաքյալի թուղթը, ինչի մասին էր նա առաջին հերթին ձեզ գրել ավետարանման սկզբում։ Նա հոգուց ներշնչված ճշմարտապես գրեց ձեզ ինչպես իր, այնպես էլ Կեփասի և Ապողոսի մասին, որովհետև նաև այն ժամանակ ձեր մեջ վեճեր էին ծագել։ Սակայն այդ վեճերը ձեզ ավելի նվազ մեղք էին բերում, քանզի դուք խոնարհվեցիք հեղինակավոր առաքյալների և իրենց կողմից փորձված մարդու կողմը։ Իսկ այժմ մտածեցեք, թե ինչպիսի մարդիկ են մոլորեցրել ձեզ և նվազեցրել ձեր հայտնի եղբայրասիրության գեղեցկությունը։ Ամոթալի, սիրելիներ, չափազանց ամոթալի և քրիստոնեական կենցաղին ոչ արժանի վարմունքի մասին ենք լսում։ Կորինթացիների ամրագույն ու հին եկեղեցին մեկ կամ երկու մարդու պատճառով խռովություն է բարձրացրել իր երեցների դեմ։ Եվ այս լուրը հասել է ոչ միայն մեզ, այլև մեզ մոտ եղած այլադավաններին, այնպես որ ձեր անմտության հետևանքով Տիրոջ անունը հայհոյության է ենթարկվում և ձեզ համար ևս վտանգ եք պատրաստում։ Արդ շտապենք վերջ տալ սրան և ընկնենք Տիրոջ ոտքերի առջև և արտասվելով աղաչենք նրան, որպեսզի նա ողորմած լինի ու հաշտվի մեզ հետ և վերականգնի մեր մեջ եղբայրասիրության վրա հիմնված նախկին գեղեցիկ ու մաքուր վարքը։ Քանզի դա է արդարության դուռը, որ բացված է դեպի կյանք, ինչպես որ գրված է. «Բացեք ինձ արդարության դռները, ես կմտնեմ այնտեղ և կփառաբանեմ Տիրոջը»։ Սա Տիրոջ դուռն է, և արդարներն են մտնելու այնտեղ։ Արդ բազում բացված դռներից արդարության դուռը Քրիստոսի դուռն է, և երանելի են բոլոր նրանք, ովքեր մտնում են այդ դռնով և իրենց ընթացքը շարունակում սրբությամբ ու արդարությամբ, ամեն ինչ անելով առանց հակառակության։ Եթե մեկն ամուր է հավատի մեջ կամ հզոր իր իմացությամբ կամ իմաստուն խոսքերի քննության մեջ կամ մաքուր իր արարքներում, առավել ևս պարտավոր է ավելի խոնարհամիտ լինել, քան թե ավելի մեծ երևալ, և պարտավոր է փնտրել ոչ թե իր, այլ ընդհանուրի շահը։ Ով ի Քրիստոս սեր ունի, նա պարտավոր է կատարել Քրիստոսի պատվիրանները։ Ով կարող է բացատրել Աստծո սիրո միությունը։ Ով կարող է, ինչպես վայել է, արտահայտել նրա գեղեցկության վեհությունը։ Անճարելի է այն բարձունքը, որի վրա է բարձրացնում սերը։ Սերը մեզ միացնում է Աստծո հետ։ Սերը ծածկում է մեղքերի բազմությունը։ Սերն ամեն բանի դիմանում է, ամեն ինչի համբերում։ Սիրո մեջ ստոր ոչինչ չկա, ոչինչ արհամարհական։ Սերը թույլ չի տալիս բաժանում, սերը չի ըմբոստանում, սերն ամեն ինչ կատարում է համերաշխությամբ։ Աստծո բոլոր ընտրյալները սիրո շնորհիվ հասան կատարելության։ Առանց սիրո Աստծուն հաճելի ոչինչ չկա։ Սիրով մեզ ընդունեց Տերը, հանուն մեր հանդեպ ունեցած սիրո մեր Տեր Հիսուս Քրիստոս Աստծո կամքով իր արյունը տվեց մեզ համար և մարմինը մեր մարմնի համար և հոգին մեր հոգու համար։ Տեսնում եք, սիրելիներ, թե որքան վեհ ու հրաշալի է սերը և անարտահայտելի նրա կատարելությունը։ Ով կարող է այն ունենալ, եթե Աստված նրան չարժանացնի։ Ուստի խնդրենք նրան և աղերսենք նրա գթությունը, որպեսզի ապրենք սիրո մեջ անբծորեն առանց մարդկային հակումների։ Մարդկային բոլոր սերունդները Ադամից սկսած մինչև օրս անցան գնացին, սակայն Աստծո շնորհով սիրո մեջ կատարյալները գտնվում են բարեպաշտների վայրում։ Նրանք կհայտնվեն Քրիստոսի արքայության գալստյամբ, քանզի գրված է. «Որոշ ժամանակով մտեք ձեր անձավները, մինչև որ անցնի իմ բարկությունն ու ցասումը, և կհիշեմ բարի օրվա մասին և ձեզ հարություն կտամ ձեր գերեզմաններից»։ Երանի մեզ, սիրելիներ, եթե Տիրոջ պատվիրանները կատարենք սիրո միաբանությամբ, որպեսզի
սիրո միջոցով թողություն լինի մեր մեղքերին, քանզի գրված է. «Երանի նրանց, ում անօրենությունները ներվեցին և մեղքերը ծածկվեցին»։ Երանելի է այն մարդը, ում Տերը մեղքեր չի վերագրում և որի բերանում նենգություն չկա։ Այս երանությունը վերաբերում է նրանց, ովքեր Աստծո ընտրյալներն են դարձել մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, նրան փառք հավիտյանս հավիտենից, ամեն։ Արդ հակառակորդների ինչ-որ զրպարտությունների պատճառով մեր ունեցած բոլոր մեղանչումների համար մենք պարտավոր ենք ներում խնդրել։ Եվ նրանք ևս, ովքեր երկպառակության ու խռովության առաջնորդներ եղան, պետք է նկատի ունենան ընդհանուր հույսը։ Քանզի երկյուղով ու սիրով կենցաղավարողները գերադասում են, որ իրենք ընկնեն տառապանքների մեջ, քան թե իրենց մերձավորները, գերադասում են դատապարտությունն ընդունել իրենց, քան թե մեզ ավանդված բարի և արդար համերաշխության վրա։ Քանզի մարդու համար ավելի լավ է խոստովանել իր մեղքերը, քան թե խստացնել իր սիրտը, ինչպես որ խստացավ Աստծո ծառա Մովսեսի դեմ ըմբոստացածների սիրտը։ Նրանց դատաստանը տեղի ունեցավ ի տես ամենքի, քանզի նրանք ողջ իջան դժոխք և մահը նրանց հովիվն է։ Փարավոնը, նրա զորքը, եգիպտական բոլոր իշխանները, նրանց կարգերն ու հեծյալները ուրիշ պատճառով չընկղմվեցին Կարմիր ծովում ու կորան, այլ որովհետև խստացան նրանց անխոհեմ սրտերը այնքան նշաններից ու հրաշքներից հետո, որոնք Եգիպտոսում կատարել էր Աստծո ծառա Մովսեսը։ Եղբայրներ, ամենակալ Տերը ոչ մի բանի կարիք չունի, ոչ մեկից ոչինչ չի պահանջում, բացի իրեն խոստովանելուց։ Քանզի ասել է ընտրյալ Դավիթը. «Կխոստովանեմ Տիրոջը, և այդ նրան առավել հաճելի կլինի, քան պարարտ զվարակը, որն ունի եղջյուրներ ու կչղակներ, թող տեսնեն աղքատները և ուրախանան»։ Եվ դարձյալ ասում է. «Աստծուն գողության պատարագ մատուցիր և Բարձրյալին վճարիր քո ուխտերը, կանչիր ինձ քո նեղության օրերին և կփրկեմ քեզ, և դու կփառավորես ինձ, քանզի Աստծուն ընդունելի պատարագը փշրված հոգին է»։ Դուք գիտեք, սիրելիներ, և լավ գիտեք Սուրբ Գիրքը և խորամուխ եք եղել Աստծո խոսքերի մեջ։ Արդ ձեզ հիշեցնելու համար ենք այս ամենը գրում։ Երբ Մովսեսը բարձրացավ լեռը և 40 օր ու 40 գիշեր անցկացրեց ծոմապահության ու խոնարհության մեջ, Աստված նրան ասաց. «Մովսես, Մովսես, շտապ իջիր այստեղից, քանզի անօրինացավ քո ժողովուրդը, որին դու հանեցիր Եգիպտոսից»։ Նրանք շատ շուտ խոտորվեցին այն ուղուց, որ ես նրանց պատվիրեցի, և իրենց համար կուռքեր կերտեցին։ Եվ Տերը նրան ասաց. «Ես քեզ հետ խոսեցի մեկ և երկու անգամ ասելով. ես տեսա այս ժողովրդին, և ահա նա խստապարանոց է։ Թույլ տուր ինձ ոչնչացնել նրանց, և կբնաջնջեմ նրանց անունը երկնքի տակից, իսկ քեզ սրանից առավել մեծ ու զարմանահրաշ ազգ կդարձնեմ»։ Եվ Մովսեսն ասաց. «Ոչ Տեր, ներիր այս ժողովրդի մեղքերը, կամ ինձ նույնպես ջնջիր կենաց գրքից»։ Ով հզոր սեր, ով անգերազանցելի կատարելություն։ Ծառան համարձակորեն խոսում է Տիրոջ հետ, թողություն է խնդրում ժողովրդի մեղքերի համար և կամ պահանջում է իրեն նույնպես բնաջնջել նրանց հետ։ Արդ ձեզանից ով է ազնվական, ով է գթասիրտ, ով է սիրով առլեցում, թող նա ասի, եթե իմ պատճառով է խռովությունը, վեճն ու հերձվածը, ես կհեռանամ ու կգնամ այնտեղ, ուր դուք կամենաք, և կկատարեմ ժողովրդի հրամանները, միայն թե Քրիստոսի հոտը խաղաղության մեջ լինի կարգված երեցների հետ։ Նա, ով այս կերպ կվարվի, մեծ փառք կունենայի Քրիստոս, և ամեն տեղ կընդունեն նրան, քանզի
Տիրոջն է երկիրը և նրա լիությունը։ Այդպես արել են ու կանեն բոլոր նրանք, ովքեր աստվածային գովելի կյանք են վարում։ Օրինակներ բերենք նաև հեթանոսներից։ Շատ թագավորներ ու իշխաններ մաղթարաժամի օրերին պատգամախոսի ներշնչումով իրենց անձը մահվան են մատնել, որպեսզի իրենց արյամբ փրկեն քաղաքացիներին։ Շատերը հեռացել են իրենց քաղաքներից, որպեսզի վերջ տրվի խռովությանը, և նաև մեզանից շատերին գիտենք, ովքեր իրենց հանձնել են կապանքների ուրիշներին փրկելու համար։ Շատերն իրենց անձը տվել են ստրկության և իրենց գինը ստանալով կերակրել են այլոց։ Շատ կանայք զորացած Աստծո շնորհով բազում քաջագործություններ են կատարել։ Երանելի Հուդիթը քաղաքի պաշարման ժամանակ ավագներից թույլտվություն խնդրեց գնալու այլազգիների բանակատեղին։ Այսպիսով նա գնաց, իրեն վտանգի ենթարկելով իր հայրենիքի և պաշարված ժողովրդի հանդեպ ունեցած սիրուց, և Տերը Հողոփեռնեսին մատնեց կնոջ ձեռքը։ Իր անձը ոչ պակաս վտանգի ենթարկեց նաև հավատի մեջ կատարյալ Եսթերը սպառնացող կործանումից Իսրայելի 12 ցեղերին փրկելու համար։ Պահեցողությամբ և խոնարհությամբ նա աղաչեց ամենատես Տիրոջը, հավիտյանների Աստծուն, ով տեսնելով նրա հոգու խոնարհությունը ազատեց ժողովրդին, հանուն որի նա իրեն վտանգի էր ենթարկել։ Արդ և մենք աղոթենք նրանց համար, ովքեր գտնվում են մեղքի մեջ, որպեսզի նրանց հեզություն և խոնարհություն շնորհվի, որպեսզի նրանք հնազանդվեն ոչ թե մեզ, այլ Աստծո կամքին։ Քանզի այդպիսով գթությամբ առատ, արգասավոր և կատարյալ կլինի նրանց հիշատակը Աստծո և սուրբերի առջև։ Ընդունենք հանդիմանությունը, որի համար ոչ ոք իրավունք չունի դժգոհելու, սիրելիներ։ Միմյանց տված փոխադարձ հորդորները լավ են և միանգամայն օգտակար, քանզի դրանք մեզ միացնում են Աստծո կամքին։ Քանզի այսպես է ասում Սուրբ Խոսքը. «Խրատելով խրատեց ինձ Տերը, սակայն մահվան չմատնեց»։ Ում որ սիրում է Տերը, նրան հանդիմանում է։ Նա տանջում է ամեն մի որդու, ում ընդունում է։ Արդարը թող խրատի ինձ և քննի, ասում է, սակայն մեղավորների յուղը թող չոցի իմ գլուխը։ Եվ դարձյալ ասում է. երանի այն մարդուն, ում Տերը խրատեց, և ամենակալի խրատներից երես մի դարձրու, քանզի նա վիշտ է պատճառում, և ապա դարձյալ հաստատում, հարվածում է, և նրա ձեռքերը բժշկում են։ 6 անգամ կփրկի քեզ դժվարություններից, և 7-րդ անգամ չարիքը քեզ չի դիպչի։ Սովի ժամանակ կփրկի քեզ մահվանից, պատերազմի ժամանակ սրի ձեռքից կազատի, լեզվի խարազանից կպաշտպանի քեզ և մի երկնչիր գալիք չարիքներից։ Դու կծիծաղես անիրավների և անօրենների վրա ու չես վախենա, քանզի նա վայրի գազաններին կխաղաղեցնի քո առաջ, ապա կիմանաս, որ քո տունը խաղաղություն է վայելելու և քո վրանում պակասություն չի լինելու։ Նաև կիմանաս, որ բազում է լինելու քո սերունդը և քո որդիները դաշտի խոտաբույսերի պես, և գերեզման կիջնես, ինչպես ժամանակին հնձված հասուն ցորեն կամ ինչպես կալում ժամանակին դիզված խուրձ։ Տեսնում եք, սիրելիներ, որ Տիրոջ կողմից խրատվածներն իր պաշտպանության տակ են, քանզի իբրև բարի հայր նա խրատում է մեզ, որպեսզի մենք իր սուրբ խրատներով զգանք իր ողորմածությունը։ Արդ, դուք որ խռովության սկիզբն եք դրել, հնազանդվեցեք երեցներին և ապաշխարության խրատ ընդունեցեք, խոնարհեցնելով ձեր սրտերի ծնկները։ Սովորեցեք հնազանդվել, մի կողմ թողնելով լեզվի սնապարծ ու բարձրամիտ ինքնահավանությունը, որովհետև ձեզ համար ավելի լավ է Քրիստոսի հոտի մեջ փոքր ու հարգված լինել, քան թե չափազանց բարձր երևալով զրկվել նրա հույսից։ Քանզի այսպես է ասում ամենակատարյալ իմաստությունը.
Ահա ես իմ հոգու պատգամը կհեղեմ ձեզ վրա և կուսուցանեմ ձեզ իմ խոսքը, որովհետև ես կանչում էի և դուք չլսեցիք, ես երկարացնում էի խոսքերը և դուք ուշադրություն չդարձրիք, այլ մերժեցիք իմ խորհուրդները և չանսացիք իմ խրատներին։ Ուստի և ես կծիծաղեմ ձեր կորստյան վրա և կցնծամ, երբ ձեր կործանումը վրա հասնի և երբ ձեզ վրա գա հանկարծահաս շփոթությունը, իսկ կործանումը կհայտնվի փոթորկի նման կամ երբ ձեզ վրա թափվեն ողբն ու սարսափը։ Այն ժամանակ կկանչեք ինձ, բայց ես չեմ լսելու ձեզ, չարերն ինձ փնտրելու են, բայց չեն գտնելու, քանզի նրանք ատեցին իմաստությունը և չընդունեցին Տիրոջ երկյուղն ու չկամեցան անսալ իմ խորհուրդներին, այլ ծաղրում էին իմ հորդորները։ Ուստի և նրանք ճաշակելու են իրենց ճանապարհների պտուղները և հագենալու են իրենց անպատվությամբ։ Մանուկների հանդեպ կատարած անարդարությունների համար նրանք պիտի սպանվեն, և նրանց անհոգությունը պիտի կործանի իրենց, բայց ինձ լսողն ապահով կբնակվի և ամեն չարիքի նկատմամբ նա հանգիստ ու անվախ կլինի։ Արդ հնազանդ լինենք նրա ամենասուրբ և փառավորյալ անվանը, խուսափելով իմաստության միջոցով անհնազանդներին կանխագուշակված սպառնալիքներից, որպեսզի մեր վրանն ապահով խփենք նրա մեծափառության ամենասուրբ անվան վրա։ Ընդունեցեք մեր խորհուրդները և դուք չեք զղջա, քանզի կենդանի է Աստված և կենդանի է մեր Տեր Հիսուս Քրիստոս և Սուրբ Հոգին և ընտրյալների այն հավատն ու հույսը, թե Աստուծո տված պատվիրանները և հրամանները ջանադիր հեզությամբ ու հաստատակամորեն կատարող մարդը պիտի ընդգրկվի և համարվի Հիսուս Քրիստոսով փրկվածների թվի մեջ, որի համար նրան վայել է փառք հավիտյանս հավիտենից, ամեն։ Եթե իր ասածին, որ տրվեց մեր միջոցով, ոմանք անհնազանդ լինեն, ապա թող լավ իմանան, որ սխալ են գործում և իրենց անձը ենթարկում ոչ փոքր վտանգի։ Իսկ մենք անմեղ կլինենք այդ մեղքերից և անխոնջ կերպով կաղոթենք, պաղատելով ու աղաչելով, որպեսզի ամենքի Արարիչը իր ընտրյալների մեջ ընդգրկվածների թիվն ամբողջ աշխարհում հաստատուն պահի իր սիրելի Որդու մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, ում միջոցով նա մեզ կոչեց խավարից դեպի լույս, անգիտությունից դեպի իր փառավորյալ անվան գիտությունը, որպեսզի ապավինենք համայն աշխարհը ստեղծած քո անվանը, բացելով մեր սրտի աչքերը։ Որպեսզի միայն քեզ ճանաչենք որպես Բարձրյալը երկնքի բարձրության մեջ, սուրբ սուրբերի մեջ բնակվող, գոռոզների ամբարտավանությունը ստորացնող, հեթանոսների խորհուրդները ոչնչացնող, ցածրերին բարձրացնող և բարձրերին ցածրացնող, դու հարստացնող և աղքատացնող, մերձնող և կյանք պարգևող, միակ բարեգործը հոգիների և Աստված բոլոր մարմինների։ Դու որ տեսնում ես անդունդները, հսկում մարդկանց գործերը, օգնում վտանգի մեջ եղողներին, փրկում հուսահատներին, դու որ Արարիչն ես և հսկիչը բոլոր հոգիների, որ բազմացնում ես ազգերին երկրի վրա և բոլորի միջից ընտրում քեզ սիրողներին քո սիրելի Որդի Հիսուս Քրիստոսի միջոցով, ում միջոցով մեզ կրթեցիր, սրբացրիր և պատվի արժանացրիր։ Խնդրում ենք քեզ, ով Տեր, եղիր մեր օգնականն ու խնամակալը, փրկիր մեզանից նրանց, ովքեր վշտի մեջ են, բարձրացրու անկացներին, հայտնվիր կարիքավորներին, բժշկիր հիվանդներին, վերադարձրու քո ժողովրդի մոլորյալներին, ազատիր մեր բանտարկյալներին, զորացրու տկարներին, քաջալերիր վհատվածներին։ Թող քեզ ճանաչեն բոլոր ազգերը, թե դու ես միակ Աստված և Հիսուս Քրիստոս քո Որդին է, և մենք քո ժողովուրդն ենք և քո արոտի ոչխարները։ Քանզի դու քո գործերով հայտնի դարձրիր աշխարհի հավերժական կարգը,
Դու Տեր ստեղծեցիր աշխարհը, դու հավատարիմ ես բոլոր սերունդների ընթացքում, արդար քո դատաստանների մեջ, զարմանահրաշ քո զորությամբ և մեծափառությամբ, իմաստուն կառուցելիս և ողջամիտ եղածները հաստատելիս, բարի երևացողների մեջ և օգտակար քեզ ապավինողների հանդեպ, ողորմած և գթասեր։ Թող մեզ մեր անօրենություններն ու անարդարությունները, հանցանքներն ու զանցանքները, մի հաշվիր քո ծառաների և աղախինների բոլոր մեղքերը, այլ մաքրիր մեզ քո ճշմարտության մաքրությամբ և ուղղիր մեր քայլերը, որպեսզի ընթանանք սրտի մաքրությամբ և քո առաջ և մեր իշխանների առաջ կատարենք այն, ինչը բարի է և հաճելի։ Այո Տեր, փայլեցրու քո երեսը մեզ վրա խաղաղության մեջ բարի գործերի համար, որպեսզի մենք ծածկվենք քո հզոր ձեռքով և քո բարձրյալ բազկով փրկվենք ամեն այն մեղքից և փրկիր մեզ հանիրավի մեզ ատողներից։ Տուր մեզ և ամբողջ երկիրը բնակեցնողներին համերաշխություն և խաղաղություն, ինչպես տվել ես մեր հայրերին, որոնք մաքրությամբ քեզ են դիմել հավատով և ճշմարտությամբ, հնազանդ լինելով քո ամենազոր ու ամենասուրբ անվանը, ինչպես նաև երկրի վրա մեր իշխաններին ու առաջնորդներին։ Դու ով Տեր, թագավորական իշխանությունը նրանց ես տվել քո մեծասքանչ և անպատմելի զորությամբ, որպեսզի իմանանք քո կողմից նրանց տրված փառքն ու պատիվը նրանց հնազանդվելու համար, երբեք չհակառակվելով քո կամքին։ Տուր նրանց Տեր առողջություն, խաղաղություն, համերաշխություն, կայունություն, որպեսզի նրանք կարողանան քո կողմից իրենց տրված իշխանությունը անարգել վարել։ Քանզի դու երկնային Տեր, հավիտյանների թագավոր, որ երկրի վրա եղած մարդկանց որդիներին տվել ես փառք, պատիվ և իշխանություն, դու Տեր, ուղղիր նրանց խորհուրդները դեպի այն ամենը, ինչը քո առաջ բարի է և հաճելի, որպեսզի խաղաղության մեջ բարեպաշտությամբ և հեզությամբ գործադրեն այն իշխանությունը, որին դու նրանց ողորմածաբար արժանացրել ես։ Միայն դու կարող ես այս ամենը և այլ բարիքներ գործել մեզ համար։ Քեզ ենք խոստովանում մեր քահանայապետի ու մեր հոգիների պահապան Հիսուս Քրիստոսի միջոցով։ Քեզ փառք և պատիվ այժմ և սերնդես սերունդ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Եղբայրներ, իսկ մեր կրոնին վերաբերող հարցերի, ինչպես նաև առաքինի, բարեպաշտ և արդարամիտ կյանք վարել ցանկացողների համար, ամենապիտանի բաների մասին մենք բավական գրեցինք ձեզ, քանզի շոշափեցինք բոլոր կետերը, որ վերաբերում են հավատին, զղջմանը, անարատ սիրուն, ժուժկալությանը, խելամտությանն ու համբերությանը։ Մենք ձեզ հիշեցրել ենք, որ պետք է հաճելի լինել ամենակալ Աստծուն արդարությամբ, ճշմարտությամբ և մեծահոգությամբ, անհիշաչար կերպով, ջանադիր խոնարհությամբ, համերաշխ լինել սիրո և խաղաղության մեջ, ինչպես և մեր վերոհիշյալ հայրերը, որոնք իրենց խոնարհությամբ հաճելի եղան Հայր Աստծուն և Արարչին և բոլոր մարդկանց ստեղծողին։ Այս ամենը ձեզ հիշեցրինք այսպիսի հաճույքով, քանզի լավ գիտենք, որ գրում ենք հավատացյալ և երևելի այրերի, ովքեր խորամուխ են եղել Աստծո ուսման խոսքերի մեջ։ Ուրեմն արդար է, որ այսպիսի և այսքան օրինակներ բերելուց հետո մեր պարանոցը խոնարհեցնենք և գրավենք հնազանդության տեղը, որպեսզի վերջ տալով սին խռովությանը, առանց որևէ արատի հանգենք ճշմարտության մեր առջև կանգնած նպատակին։ Քանզի մեզ ուրախություն և ցնծություն կպատճառեք, եթե Սուրբ Հոգու միջոցով մեր կողմից գրվածներին դուք հնազանդվեք և վերջ տաք ձեր նախանձի անընդունելի զայրույթին այն խնդրանքի համաձայն, որ հայտնել ենք այս թղթում հանուն խաղաղության և համերաշխության։ Մենք ուղարկել ենք հավատացյալ և ողջամիտ այրերի, որոնք մեզ մոտ երիտասարդ տարիքից մինչև ծերություն
ապրել են անբիծ կյանքով, որոնք և վկաներ կլինեն մեր և ձեր միջև։ Իսկ այդ արեցինք, որպեսզի իմանաք, որ մեր ամբողջ հոգսը եղել և մնում է այն, որ ձեզ մոտ շուտով խաղաղություն հաստատվի։ Ուրեմն ամենատես Աստված և հոգիների Տիրակալը և բոլոր մարմինների Տերը, ով ընտրեց Հիսուս Քրիստոսին և նրա միջոցով մեզ սեփական ժողովուրդ դարձրեց, թող իր մեծափառ և սուրբ անունը կանչող հոգիներին շնորհի հավատ, երկյուղ, խաղաղություն, համբերություն, ներողամտություն, ժուժկալություն, սրբություն և ողջախոհություն իր անվան հաճության համար մեր քահանայապետ ու պահապան Հիսուս Քրիստոսի միջոցով, որով նրան փառք, մեծություն, իշխանություն և պատիվ այժմ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Իսկ մեր կողմից ուղարկված Կլաուդիոս Եփեբոսին և Վաղերիոս Բիտոնին Փորտունատոսի հետ իսկույն ետ ուղարկեք մեզ մոտ խաղաղությամբ և ցնծությամբ, որպեսզի նրանք շուտապույտ մեզ հաղորդեն փափագելի և ցանկալի խաղաղության և համերաշխության մասին, որպեսզի մենք ևս շուտով կարողանանք ուրախանալ ձեր գործերի բարեկարգությամբ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը թող լինի ձեզ և բոլոր նրանց հետ, ովքեր ամենուրեք նրա միջոցով կոչված են Աստծուց և ում միջոցով նրան փառք, պատիվ, իշխանություն և մեծություն հավերժական աթոռ հավիտյանս հավիտենից